կատարում է գարնանային ծավալի երիտասարդացում, իմը երիտասարդ մասերը հեռացում է ծավալներից, խնդրեմ տեսեք, ալոք մասը մնում է։ Իսկ մենք բոլորս էլ աշխատում ենք, ինչպես տեսնում եք, կասկաներով, վերանվտանգությունից ելնելով, ղեկավարության հորդորով, որ անպայման անվտանգությունը պահպանենք, հիմնականում մանրացնում եմ ես, որպեսզի ավելի հեշտ ու ավելի շատ բարձր բերքելով։ Այս չորացրածքները տանում եք բեռնատար, որպեսզի ծառը էտել ենք և շիրունացրել եք մեր կանաչապատումը։ Այս տարի գարնանայինը մենք նախատեսել ենք մարտի 10-ից և մեկնարկ այսօր տրվել է բոլոր վարչական շրջաններում Երևանի յուրաքանչյուր տեղ արդեն հետը սկսել են։ Հիմնականում սանիտարական հետը այս տարվա մեր անցած տարվա խոստումներն են գրություններին, թեժ գծերին հետ բոլորին և ունենք մենք նաև մեր սպասարկվող գոտիներում փողոցներ, որոշ փողոցներ կան, որ էլի հետը սկսել ենք։ Հիմա կոնկրետ այստեղ բակային տարածք կա, որ գրություն է եղել, խոսք ենք տվել, որ գարնանկանենք և հիմա ինչպես տեսնում եք իրականացնում է այդ այդը։ Այդ ընդհանրապես ֆիտոտեխնիկական ագրոմիջոցառում է, որի ժամանակ մենք հեռացնում ենք տվյալ ծառի չորացած ճյուղերը, հիվանդ ճյուղերը, որը նկատվում է հիմա, անձեն աչքում նկատվում է դրանք։ Եվ եթե սաղարթը ինչ-որ դեֆորմացված է ձևի, մենք աշխատում ենք այդ սաղարթը կոսմետիկ էդի միջոցով բերել նորմալ վիճակի։ Մեկնարկել է ծառերի գարնանային եթման և ձևավորման աշխատանքները։ Կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջաններում մենք ունենք էտելու 16 բակ, 22 հանրային տարածք և 2 փողոց։ Հիմնականում էտվում են թեղիները, մոտ 70%-ը, այնուհետ բարդիները, հացենիներ, թխկիներ և այլն։ Այսօր աշխատում ենք մեկ խմբով, այսինքն աշխատում է մեկ ագրովերելակ և մեկ բեռնատար, վաղը կլինի 2 բեռնատար, 2 ագրովերելակ։ Ուզում եմ ներկայացնել Մերուբունի վարչական շրջանը, էդման մեկնարկը արդեն տրվել է, սկսել ենք թեժ գծերով ստացված հասցեները, բնակիչների կողմից դիմաց, ծանրաբեռնված ճկված ծառերի հեռացում, չորացած ճյուղերի հեռացում, հիմնականը կատարում ենք սանիտարական էդման աշխատանքներ, ունենք նաև ներկայացրած փողոց, որը Աթլան փողոցն է, այս պահին դիմումով հասցեներն ենք անում, ովքեր որ դիմել են Աշնանից մինչև գարնանկած հատվածում, այդ հասցեները սկսել ենք, բակային տարածքները կվերջացնենք, այնուհետև կանցնենք մեր կենտրոնական փողոցների էդման աշխատանքներին։ Անվտանգության կանոնների մասին բոլոր աշխատակիցները հրանգավորված են, ունեն բոլոր համապատասխան միջոցները, սաղավարտերով և այլ հագեցված տեխնիկաներով։